Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու ենք ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ։ Շնորհակալ եմ, պարոն Հայրիկյան, հրավերը հերթական անգամ ընդունելու համար։ Ես նույնպես։ Պարոն Հայրիկյան, փաստորեն պայմանագիրը նախաստորագրվել է օգոստոսի 8-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, բայց հիմա իշխանություններն էլ խոստովանում են, որ դեռ շատ անհամաձայնություններ, չհամաձայնեցված կետեր կան։ Օրինակ, երեք Արադ Միրզոյանը լեհական լրատվամիջոցին հարցազրույցում ասաց, որ Ադրբեջանը դեռ նախապայմաններ է առաջ քաշում, որոնց հետ մենք համաձայն չենք։ ՄԱԿ-ի ամբիոնում տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը Ալիևից ասում էր, որ պարզաբանի, թե Զանգեզուրի միջանցք ասելով ինչ նկատի ունես։ Հիմա ստորագրել են փաստաթուղթը, արդեն պատրաստ է, ասում են շուտով նաև վերջնական տարբերակն են մտադիր ստորագրել, բայց դեռ իրար հետ անհամաձայնություններ կան, չհամաձայնացված կետեր կան։ Եվ այս դեպքում ոնց է այդ գործընթացը պատկերացնում, ու ցեզ ինչի շուրջ է երկու կողմերի միջև այդ հիմնական անհամաձայնությունը։ Իհարկե, այն ինչ իրենք ասում են, մինչև վերջ հստակ չեն ասում, դա բոլորս գիտենք, ոչ իրենց, արդեն խաղաղություն է, դա է ճիշտ, ոչ այն է ճիշտ, որ իրենք ինչ-որ ճիքեր են գործադրում մեր իրավունքները պաշտպանելու համար։ Մենք բոլորս գիտենք, որ ինքը եւ իր կոռուպցիոն հանցախումբը զբաղված են միայն իրենց հայտնի նպատակների իրականացմամբ։ Ինչ եմ ասում միայն իրենց հայտնի, որովհետև մարդկային երևակայությունից հաճախ դուրս է, ասենք փորձել պղծել ազգի մտածողությունը, ազգային արժեքները ոչնչացնել, կամ փորձել համոզել, որ կատաղած շանը կարող ես հետանուշ խոսելով այդ շուն երեխաներից պահել վտանգից։ Եթե շունը կատաղած է, ասենք բռնապետ է, ես նկատի պատկերավոր օրինակ եմ բերում։ Դու նշանակում է ամենա անհոգ ծնողն ես, երբ երեխայիդ համոզում ես, որ գիտես այդ շունը որ կատաղած է, այնտեղ հետանուշ խոսիր։ Ասենք կարծես թե ամեն ինչ քեզնից է կախված։ Սա էլ է գալիս այն մեծամտության մարմաճից, որ այ տեսեք ես սապոնվեցի, պատկերավոր ժողովրդական լեզվով եմ ասում, եւ ապահովեցի ձեր խաղաղությունը։ Եվ ստորաբար Հիմա ասես դա քծնանք էր այն ինչ տեղի ունեցավ։ Ինչ տեղի ունեցավ։ ՄԱԿ-ի ամբիոնում։ ՄԱԿ-ի ամբիոնում տեղի ունեցածը։ Այսինքն ինքը ասում էր դուք այդ արտահայտություններով հարվածում եք այս խաղաղության բանակցություններին, դիմելով Ալիևին այդպես էր ասում։ Եթե առանձին վերցրած ՄԱԿ-ի ելույթն ես վերցնում, ինքը շատ կարևոր հարցեր կա, որոնց մասին պիտի խոսեր, մանավանդ ինքնորոշման իրավունքը։ Ախր դու հետ ով դարձար, այ ողորմելի, որ աստվածատուր ինքնորոշման իրավունքը, մեր քաղաքակրթության հիմք հանդիսացող ինքնորոշման իրավունքը համարես գոյություն չունի։ Անիրատեսական է, պարոն Հայրիկյան, ըստ իշխանությունների։ Իսկ անկախությունը իրատեսական էր սովետական միությունից։ Այդ է իր մակարդակը, թող իր մակարդակով ապրի, բայց չփորձի մեր ժողովրդը։ Մեր ժողովուրդը ունեցել է նաև այլ օրինակներ, այնպես որ ինքը իր բացասական օրինակով պիտի չփորձի օրինակելի դառնալ, համենայն դեպս ինձ համար անձամբ ասեմ հաճելի էր, որ ինքը ասում էր այդ որտեղ է գրված միջանցք բառը, բայց հաճելի է այդ պահին լսելու համար, իսկ եթե դու ամբողջության մեջ ես վերցնում, գիտես որ Նիկոլ Փաշինյանը ասել է բաներ, որպեսզի անի հակառակը, մշտապես, եթե ինքը ինչ-որ բանի մասին խոսում է, ապա դա պիտի փչացնի։ Բա Վաշինգտոնում ժամեր շարունակ ինչ են բանակցել, որ հիմա եկել, այսքան օր անցել է, նոր փորձում են իրար հետ պարզաբանել, թե Զանգեզուրի միջանցք ասելով ով ինչ նկատի ունի։ Ժամեր շարունակ չեն բանակցում, կարգին մարդիկ 5 րոպեի ընթացքում պարզում են, համամիտ են, թե համամիտ չեն։ Եվ հետո ասում են մենք եկանք համաձայնության այն բանի մասին, որ մենք տարբեր կարծիքներ ունենք։ Իսկ ոչ կարգին մարդիկ, չասեմ իդիոտները, ժամեր բարբաջում են։ Ավելորդ խոսելու մեջ օգուտ չկա, հստակությունն է ամենակարևորը, եւ եթե դու հարմարվող ես, հակառակորդն էլ գիտի, որ դու հարմարվող ես, վախկոտ ես, անարժանապատիվ ես, ի վերջո չի վաղես, փորձում է դա օգտագործել, ու կօգտագործի։ Եթե թույլ տանք, մենք պիտի թույլ չտանք, դա է խնդիրը։ Ըստ մեր արտաքին գերատեսչության ղեկավարի Արադ Միրզոյանի Ադրբեջանը իր պահանջներ ունի, ինչպես նշեցինք, այ ամենահստակեցվածը սահմանադրության փոփոխության պահանջն է, հա։ Ըստ այս շարքը շատ է պահանջների էլի կան, բացի այդ հստակեցված պահանջից, որը բացի Դուք խոսեցիք
երբեմն հրապարակավ հնչող պահանջի մասին։ Բայց հիմնական պահանջը չմոռացել եք, որ ասում էր, հայեր գնացեք գլնդել։ Դա է արևի հիմնական պահանջը։ Սա ապրում եք Արևմտյան Հայաստանում, գնացեք այդտեղից։ Ուրեմն խոսել բռնապետի հետ ինքնուրույն այնել սեփական կամքով պարտված։ Գիտեք, նոյեմբերի 9-ին մենք չէինք վերջացել, նույնիսկ զորահավաք չէր կազմակերպված, այսինքն այդ ժամանակ հանձնվել, հանձնատուր լինելը, դա արդեն մեծագույն հարվածն էր։ Հետո ինչ որ Պուտինն ասում էր, ես եմ գրել տեքստը, չէ որ շատ հարցերում դու չես համաձայնվել Պուտինի հետ, իրեն էլ ասեիր, գիտես սա վտանգավոր է, որտեղ որ կանք այդտեղ կանգնում ենք, դա է զինադադարը, ոչ թե որտեղ որ կանք կանգնում ենք, նույնիսկ գրում ենք, որ զորքերը պետք է մնան այն տեղում, որտեղ որ իրենք, բայց հետո սկսում ես խոսել սահմանների մասին, Հայաստանի սահմանը, մեծ խաբեություն, մեծ ստորություն, անազնիվ կեցվածք է։ Եվ այս պայմաններում մենք ճիշտ է պիտի վերլուծենք իրենց ասածները, բայց պիտի իմանանք, թե մենք ինչ ենք անում, եւ ես դրա համար է, որ այդպես նպատակասլաց ու հետևողական աշխատում եմ բացահայտելու, որ մենք գործ ունենք հանցավոր իշխանությունների հետ։ Եվ եթե հանցավոր իշխանությունների հետ գործ ունես, այնպես հանցանքը պիտի լինի անառարկելի։ Եթե անգամ դատարանն է որոշում ընդունում, դա կարող է վիճելի լինել, բայց կան հանցագործություններ, որոնք անառարկելի են։ Նիկոլ Փաշինյանը իր թիմով դարձել է կոռուպցիոն հանցախումբ։ Հետևաբար նրա ընդունած բոլոր որոշումները անցյալում եւ առաջիկայում եթե ընդունի, դրանք բոլորը ենթակա են վերանայման։ Պարոն Հարիկյան, այստեղ մի նուրբ, այսպես ասած, հարց առաջունեք, իշխանություններին գործող, անգամ 21 թվականի պարտությունից հետո քվե ընտրել է ժողովուրդը։ Հիմա երբ որ ամեն անգամ ընդդիմադիրները, կապ չունի խորհրդանական թե արտախորհրդանական, իրենց ասում են դավաճան, իրենց ասում են այլ մեղադրանքներն այսպես հնչեցնում, իշխանություններն էլ ասում են դուք այդ ձեր պիտակավորումը տալիս եք նաև ժողովրդին, այդ երբ որ դուք նշում եք օրինակ հանցավոր, հա, դավաճան, քանի որ մեզ ժողովուրդն է ընտրել, հիմա դուք նաև իրանց եք։ Ժողովուրդը իրեն տվել է, հայ ժողովրդի միայն 10%-ի ձայնն է ինքը ստացել հայ ժողովրդի։ Հայաստանի ընտրողների առավելագույնը 20%-ը։ Հետագայում պարլամենտում սրանք փաստեր են։ Հետագայում խորհրդարանում իրենց մեծամասնություն ստանալ իրենց խուժան սահմանադրության հետևանքն է։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը մեր հետո ինչ որ ասում եք ընդդիմությանն ասում է, ընդդիմությունն ինչ է, Աստված է։ Շատ հաճախ հիմարություններ նրանք էլ են դուրս տալիս եւ կարեւորին ուշադրություն չեն դարձնում։ Կարեւորին։ Օրինակ, Նիկոլ Փաշինյանը 21 թվականին ընտրությունների հնարավորություն ունեցավ, որովհետեւ հրաժարական տվեց եւ իր հրաժարականից հետո չընտրվեց։ Ինքը կապիկություն էր անում, պայմանավորվածություններ իրականում քաղաքական հանճարեղ քայլեր անում, թողնում եմ մի կողմ, չընտրվեց։ Չընտրվելուց հետո կառավարությունը շարունակեց իր գործունեությունը, կառավարության գործունեությունը պետք է գլխավորեր առաջին փոխվարչապետը, բայց ով մնաց վարչապետի պաշտոնակատար ինքը, խախտեց օրենքը։ Տեսեք, այնքան ահավոր բան է կատարվել, որ ամբողջ Հայաստանով մեկ նոր ընտրություն է։ Այդ ահավոր բանն այն էր, որ ինքը չէր ընտրվել։ Բայց ինչի մնաց։ Թող ընդդիմությունը դրա մասին խոսեր, դու իշխանությունը ուզուրպացրեցիր եւ ընտրություններն իրականացրեցիր բազում անգամներ քննադատածդ Մուկուչյանի հանձնաժողովի միջոցով։ Հասարակ բան է, դա չի ասվել։ Այսինքն դու չարաշահել ես իշխանական լծակները։ Նույն կերպ քննադատում էր Սերժ Սարգսյանին երրորդ անգամ առաջադրվելու, բայց հիմա էլի պաշտոնավարման երրորդ ժամկետն են գալի առաջադրման ընտրություններին։ Այսինքն իհարկե քննադատում եմ, բայց ավելի լուրջ բան կա քննադատելու։ Չէ, իրեն նկատի ունեմ, ինքը քննադատում էր, բայց հիմա նույնը կրկնվում է։ Քննադատում էր Սերժ Սարգսյանին երրորդ անգամ առաջադրվելու համար, հիմա բայց ինքը բացի այդ այստեղ բայց մի նրբություն կա լինենք անաչառ մինչև վերջ եւ միշտ։ Սերժ Սարգսյանի օրոք գործում էր սահմանադրություն, որը ինքը փոխեց եւ ժողովրդի զանգվածներին կոչ արվեց, մասնավորապես իր կողմից նախնական փուլում ինքը չէր մասնակցում, երբ մենք սահմանադրության առիթով միջոցառումներ էին կազմակերպում։ Այնտեղ կանխված էր եւ Սերժ Սարգսյանը հրապարակավ ասել էր, ես երրորդ անգամ չեմ գնալու։ Այդ սխալները պետք է թույլ չտար։ Այսինքն ոչ միայն սխալները, եթե դու բան ես ասել, թեկուզ սխալ ես ասել, պետք է դրան հավատարիմ լինեիր։ Ինքը այդպեսի բան չի խոստացել, ինքը ասում է հավերժ պետք է մնամ իշխանության։ Սերժ Սարգսյանը լավ սահմանադրություն է գրել իմ նմանի համար։
ասում էր, չէ՞, սա գրված է Սերժիան, այսինքն ինքը դեմ էր սահմանադրությանը։ Հիմա մեր խնդիրն այն է, որ այդ սահմանադրական գործընթացները ինքը իր հորտնից չի բերել։ Դե հիմա ուզում է փոխի վատ է, ինչու եք այդքան քննադատում։ Ուզում է փոխել, դա չի նշանակում, որ ինքը պիտի որոշի ամեն ինչ։ Այս է տարրական բան է, որ ընդդիմադիրները չեն հասկանում։ Ոչ մեկը պարլամենտում չասեց։ Այ գյադա դու ով եղար, որ ինքնուրույն որոշեցիր, որ նոր սահմանադրություն պիտի ընդունենք։ Հենց այդպես այ գյադա։ Չէ՞ որ դու հանձնաժողով ես ստեղծել, որ նա քեզ խորհուրդներ տա։ Հանձնաժողովը քեզ տալիս է խորհուրդներ, որոնց մեջ չկա նոր սահմանադրություն։ Դու ով եղար, այ փսլնկոտ, որ ինքնուրույն որոշեց ամբողջ ազգի համար սահմանադրության վերաբերյալ նոր սահմանադրություն ընդունել որոշում ընդունեց։ Լսել եք, որ ընդդիմությունից որևէ մեկ այդ հարցը տված լինի։ Չէ, հազար ու մի կարևոր եւ ավելի կարևոր բաների մասին են խոսում, բայց ամենակարևորի մասին չխոսեցին։ Եվ երկրորդ, լսել եք, որ որևէ ընդդիմադիր ասի, մենք ունենք միայն մեկ այլ ընտրանք, Պարույր Հայրիկյանի տված նախագծերը, ինչի՞ չեք քննարկում։ Չեն ասել, որովհետև իրենք էլ նույն ախտն են, մեծ մասը, ոչ բոլորը։ Փաշինյանը այդ հարցերի պատասխանուն ինքը ասում է, որ մեր հանրությունն էլ գործող սահմանադրությունից, որը գրվել է դժգոհ են։ Դրա համար ըստ նաև մարդկանց սրտով է գնում, այսպես ասած, սահմանադրությունը փոխելով։ Լավ, մեր հանրությունը դժգոհ է։ Դու ձեռնարկել ես 20 թվականից արդեն պաշտոնապես։ Ձեռնարկել ես սահմանադրության բարեփոխում, հետո նոր սահմանադրություն։ Տապալվել ես։ Նույնիսկ նախագիծ չես կարողացել առաջարկել։ Թող դրա մասին խոսեին։ Ասեին 20 թվականի փետրվարի 12-ին ընդունվեց որոշում, որ պետք է հունիսին լինի սահմանադրության նախագիծ։ Չարեցիր։ Հետո տեղափոխեցիր, որ պետք է լինի սեպտեմբերին հայեցակարգ, նույնպես չարեցիր։ Չես գտնում, որ դու ապացուցել ես քո անկարողությունը ազգի համար ամենակարևոր հարցում։ Դրան գալիս է հաջորդ հարցը։ Պարույր Հայրիկյանը ԱԻՄ-ը 17 կուսակցությունների հետ համաձայնեցրած ձեզ տվել է նախագիծ, ինչի՞ չեք քննարկում, դուք սրիկա եք։ Հանձնաժողով եք ստեղծել, որպեսզի քննարկեք առաջարկներ, ինչի՞ չեք քննարկել։ Ինչի՞ եք պարտակել թաքցրել այդ նախագիծը։ Չէ՞ որ դուք պետք է հրապարակավ աշխատեք ըստ դեր բանի։ Դուք գիտեք, որ կուսակցությունները իրավունք ունեն գրելու հանրագրեր եւ դուք պարտավոր եք պետական կառույցներում քննարկել։ Ինչի՞ չեք քննարկել։ Ախ, հանցագործ եք, չարաշահում եք իշխանությունը, դուք կոռուպցիոն հանցագործ եք, անառարկելի։ Պատասխանեք, ինչ իրավունքով եք, միակ այլընտրանքային տարբերակը։ Գիտեք, 100 տարբերակ չկա, մի հատ, մի տարբերակ է։ Իմ պատասխանատվությամբ մի դեպքում Անդրեաս Ղուկասյանի հետ միասին, այսինքն պաշտոնապես հանձնենք 5 անգամ իրենց տրված է նախագիծ։ Իսկ դուք կարող եք պատկերացնել, մեր քաղաքացիները կարող են պատկերացնել, որ եթե 18 թվականին ինձնից ստացած նախագիծը նույնիսկ քննարկման դրվեր եւ աշխարհում սկսեին խոսել այն բանի մասին, որ Հայաստանը ձգտում է ունենալ այնպիսի պետական համակարգ, որում բոլոր քաղաքացիները իսկապես իրավահավասար են, ոչ միայն ընտրության օրերին, այլ ամբողջ շրջանում։ Դա համաշխարհային ինչպես ասեմ, ժողովրդավարության ոլորտում կատարված լուրջ հեղափոխական ներդրում է։ Եթե դա Նիկոլ Փաշինյանից ստանալ կամ եթե դա լիներ ներողություն, եթե դա արված լիներ, մենք պատերազմը չէինք ունենա։ Ուրեմն կատարված է ահավոր սրիկայություն հայ ժողովրդի հանդեպ, ոչ միայն ժողովրդավարության առումով, այլ ազգային անվտանգային։ Հայաստանը կդառնար այլ որակի պետություն։ Պարոն Հայրիկյան, հասկացանք, բայց այս հարցերի պատասխանը փորձել եք իրենցից ստանալ, ինչու չեն քննարկում, ինչ չեն քննարկել։ Ես ոչ միայն փորձել եմ ստանալ, այլ 3 պաշտոնապես արդեն դիմեցի դատախազին եւ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին ասելով, որ իրենք նույնպես հանցախմբի անդամներ են, հրապարակավ դիմել եմ։ Եվ իրենք ոչ միայն հանցախմբի անդամ են, կոռուպցիոն հանցախմբի, այլ նաեւ հովանավորն ու ինչ որտեղ նաեւ մեծագույն աջակիցը։ Հիմա ինչով է դա կոռուպցիոն։ Քրեական օրենսգրքում կա հոդվածների շարք, որ հոդվածներն են քրեական որ հանցագործություններն են համարում կոռուպցիոն։ Իշխանության չարաշահումը, իշխանության անտարբերությունը, ապօրինի վարձատրություն տալը, իշխանական լծակների միջոցով մարդկանց վրա ճնշում գործադրելը, այդ բոլորը կոռուպցիոն հանցագործների խմբի մեջ են մտնում։ Նաև իշխանական լծակների օգտագործմամբ պետությանը մեծ նյութական վնասներ պատճառելը։ Տեսեք, նախագիծ են ընդունելու, չեն ընդունում։ Այդ նախագիծ ընդունելու համար ծախսել են ավելի քան 400 միլիոն դրամ։ Ապօրինի վարձատրություններ են տվել։ Այն ինչ իրենք ուզում էին անել, իրենց տրվում է պատրաստին։
Հիմա դուք ասում եք իրենց հետ խոսել եմ, քննարկել եմ, ինչ ես պետք է քննարկեմ հանցագործի հետ, հանցավոր հակումների տեր մարդկանց հետ։ Ես իրենց մերկացնում եմ։ Երբ ես մեկ անգամ, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ անգամ տալիս էի, իրենք իրենց ապուշի տեղ դրած ուրախանում էին, ասում էին լավ, հիմա էլ կծածկենք, հիմա էլ չենք պատասխանի։ Բայց հիմա եկավ պատասխան տալու ժամանակը։ Կուսակցությունների մասին Սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն պետական կառույցները պարտավոր են քննարկել։ Չեն արել։ Հիմա իրենք 100%-անոց հանցագործության մեջ են։ Նստած են աթոռների վրա, բայց գիտեն, որ իրենք հանցագործ են, դատվելու են։ Ինչից է պետք է իրենց հարցները։ Իրենց միակ արդարացումն են կրնել, որ հրապարակավասային ներողություն են խնդրում, անփույթություն են դրսևորել, հենց հիմա քննարկում ենք այդ նախագիծը, որ տվել է Հայրիկյանը։ Չեն անում։ Թող հիշեն, որ իրենք ստացել են 600,000 ձայն ընել իշխանության չարաշահմամբ։ Ես բանտերում գտնվելով նախապատրաստել եմ իմ ժողովրդին ու ստացել 2,400,000 ձայն։ 2,400,000 ձայն իր ծրագրերի համար ստացած մարդու առաջարկը չեն քննարկում։ Բայց դուք բոլորդ ոչնչություն եք։ Եթե իմ առաջարկը չեն քննարկում, դուք ով եք որ ձեզ բանի տեղ դրեն։ 2,400,000 մարդու անունից հանդես եկողն արամարում են։ Այս բոլոր նրանց համար եմ ասում, ովքեր կարծում են, թե Նիկոլը մարդ է։ Հետո ինչ որ երկու ոտք ունի եւ մեկ գլուխ, երկու լավ երևացող ականջներ։ Մարդը դա չի նշանակում։ Մարդը օրենքի ներողություն, մի կարևոր բան կա։ Նիկոլ Փաշինյանն էլ է խոսում, չէ՞, մեր ազգային պղծությունը, մեծագույն խայտարակությունը, ասում է, մենք պիտի օրենքներին ենթարկվենք։ Այսինքն օրենքը քեզնից բարձր է։ Եթե օրենքը քեզնից բարձր է, դու ինչ ես քո կամքը թելադրում ժողովրդին եւ ոչ օրենքի պահանջը։ Ինչ ես դու հանձնաժողովի անդամներին, արդարադատության նախարարներին փչացնում, բառի իսկական իմաստով, փչացնում, ոչնչացնում։ Բոլորին 4-ին հերթով փչացրել է։ Բոլորը հայտարարել են, մենք ժամանակին կավարտենք Սահմանադրական բարեփոխումների գործը, բոլորը։ Այդ մարդիկ պարտավոր են հրապարակած ցույց տալ ինչ են անում։ Քո նորմատիվ ակտերում գրված է։ Այնպես որ ինչ որ ասում եմ, վերացական չի, շատ կոնկրետ։ Այստեղ խնդիրը միայն այն է, որ մարդիկ համախմբվեն։ Հիմա մենք համախմբվելու ուղղությամբ մենք աշխատում ենք։ Տարբեր հարցերի շուրջ ենք համախմբվել, օրինակ այսօր գնալ դատարան, ներողություն դա կարող է արդեն լինել, վերջ է գնալ դատարան Աջապահյանի աջակցության արտահայտությամբ եւ բողոքի ցույցով։ Վաղը կամ առաջիկայում տեղի կունենա ազգային համագործակցության կլոր սեղանի նիստը, քննարկում ենք տարբեր հարցեր։ Հանդես ենք եկել եկեղեցու դեմ արվող ոտնձգությունների դատապարտմամբ նաև Արցախյան պատերազմի վերաբերյալ արցախցիների իրավունքները։ Այս բոլոր հարցերը մեծ ու փոքր քննարկելով գալիս ենք հայտարարի։ Պարոն Հայրիկյան, նման գործողություններ փոքր արվում են։ Նամակ հանձնել դատախազություն, հակակոռուպցիոն, հավաքվել դատարանի դիմաց, բայց սրանք ընդհանրապես մի փոքր, այսպես ասած, արարքներ են։ Ես էլ ասացի, չէ՞ փոքր, ես էլ այդպես կոչեցի։ Որոնց հանրությունը որպես քաղաքական իրադարձություն է վերաբերվում, բայց ի տարբերություն ընդդիմադիր շրջանակների, Նիկոլ Փաշինյանը խոսում է 4-րդ հանրապետությունից։ Խաղաղության, ասում է, տեսեք, 30 տարի, այսքան տարի ոչ ոք չի կարողացել խաղաղություն բերել, բայց ես բերել եմ խաղաղություն։ Եվրոպացիներն են բերել, թող չստի։ Օգոստոսի 8-ից հետո մենք լրիվ այլ տարածաշրջանում ենք։ Ուրեմն եւ դա է ասում եւ ասում է, որ խաղաղության պայմանագիր չկա։ Գիտեք ինչ կա։ Այստեղ բարկանալն են այլևս իմաստ չունի։ Եթե գիտես, որ մեկը ազգային պղծություն է, ազգային խայտարակություն, գերագույն ստախոս, նրա ասածներին շանտեղ պետք չդնես։ Դա ստախոս է, մեծագույն ստոր արարածը, դրանից մեծը չի ունեցել հայ ժողովրդի իր պատմության մեջ։ Հազար բան ենք ունեցել, բայց այսպեսին չի եղել։ Հիմա, եթե ինքը իշխանական լծակները օգտագործելով փչացնում է մարդկանց, նախ եւ առաջ մարդկանց մտքերը, դա չի նշանակում, որ ես իրեն պիտի արժեք համարեմ։ Ես բերեցի փաստ։ Ինքը իր բարեփոխած սահմանադրական օրենքի պահանջը չի կատարել եւ դա այնպեսի բան չի որ ասես դավաճանից ինքնաս ես դավաճան չեմ լավ այդ մասով հասկանալի է այդ փոքր տարարները ինչ են տալի եթե հասկանալի լիներ կներեք խոսքս հանրությանն է ուղղված ոչ ձեզ եթե հասկանալի լիներ ապա հանրության աջակցությունը մենք բայց կարող է եւ տեսնենք վաղը հիմա չեմ շտապում որովհետեւ որպես ազգային համագործակցություն մենք դեռ չենք նախաձեռնել հանրությանը ինչպես ասում են ոտքի անել բայց գիտեք այլ բան է երբ որ 1-2-ն են ասում այլ բան երբ մարդիկ գալիս են համաձայնության եւ կատարում են իրենց պարտականությունը անշահախնդիր սա շատ տարածված է չէ ես վարչապետի տեխնացու եմ այս ինչը մեր տեխնացուն է մենք ուրիշ բան ենք ասում մասնավորապես ԱԻՄ-ը եւ ես արդեն ուսումնասիրել եմ տեսել եմ որ ազգային համագործակցության կլոր սեղանի անդամները գրեթե բոլորը գտնում են որ դա ամենահիմնավոր
մոտեցումն է խնդրին, որովհետև դա տեսեք ինչ շարունակական ինչ զարգացում ունի։ Սովորական հարց է տրվում։ Չես քննարկել, պարտավոր ես քննարկել։ Քննարկեց, պարտավոր է ընթացք տալ։ Չի կարող այդ քննարկող իրավաբանները ընթացք են տալու։ Ընթացք տրվեց, ազգային ժողով է մտնելու հարցը, եւ այդ բոլոր իրար հետ 3 ամսվա խնդիր է։ Նշանակվելու հանրաքվեի օրը, հանրաքվեից հետո լինելու են նոր ընտրություններ, վարչապետը առանձին է ընտրվելու, կուսակցությունները առանձին են ընտրվելու ազգային ժողովում եւ այնտեղ ոչ մի քաղաքական ուժ 30%-ից ավել չի կարող ստանալ։ Լինելու է իսկական ուժերի հակակշիռ։ Եվ քանի որ սրանք թույլ են տվել շատ ծանր կոռուպցիոն հանցագործություն, կանգնելու են դատարանի առաջ եւ այդ դեպքում իրենց նախկինում ընդունած որոշումները ընկալվելու են մի դեպքում որպես լավագույն դեպքում իրենց համար որպես անմեղսունակ։ Դուք խոսում եք դատավարությունից, հա, դատարանի առջև կանգնելուց, բայց Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, ես վստահ եմ, որ մենք 26 թվականի ընտրություններին մեծամասնություն են կրկին ձևավորելու եւ ժողովուրդը իր տված մանդատը երկարաձգելու է, քանի որ ժողովուրդը մեր այս տեսակետը խաղաղության շուրջ կիսում է։ Ինքը փոքրիկ է շատ, Ալիևի եւ Լուկաշենկոյի մակարդակին ավելին իմանալ չի կարող։ Իսկ մենք տեսել ենք։ Ես տեսել եմ, որ կոմունիստական կուսակցությունը ուներ 220,000 անդամ եւ իշխանությունն ամբողջությամբ պատկանում էր իրեն, բայց կոմունիստական կուսակցությունը ճշմարտությունը այն ժամանակվա կոմունիստները ճշմարտությունն ավելի կարեւոր համարեցին, քան տարբեր տեղերից եկող հրահանգները։ Այսօր ինքը տարբեր տեսակի ճնշումներով կարողանում է մարդկանց պայել։ Հիմնականում գիտեք, չէ՞ ինչով է վախեցնում։ Ասում է, եթե ես չլինեմ, դուք բոլորդ կորած եք։ Բազում անգամներ դա ասում է պատերազմի եւ ոչ պատերազմի միջև ընտրությունները։ Այդ խաղը բոլորը ես օրինակ շատ պատկերավոր բերեցի։ Բռնապետի հետ խաղաղության պայմանագիր կնքել հնարավոր չի, դա ժամանակավոր գործողություն է, մինչև այն պահը, որ բռնապետի համար հարմար ժամանակներ կլինեն իր գործերը անելու համար։ Մշտապես պատերազմ հայտարարած մարդը, պատերազմը նպատակ հայտարարած Ալիևը, ինչպես կարող է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Միայն միջազգային հանրության ճնշման տակ։ Իսկ խաղաղությունը, որի մասին ենք խոսում, բան չի հիմա թփրտում այդքան, ասում եմ մի ամիս է խաղաղություն ունենք, այդ փոքրիկ ողորմելի ստախոս, այդ պիղծ արարած, դու ում ես խափում։ Խաղաղություն ունես, բայց պատանդներ ունես։ Հարց, խաղաղությունը նրա համար է, որ մենք ապրենք խաղաղ հաշտության մեջ։ Դա ասում է 1 տարի 7 ամիս սահմանին զինվոր չի զոհվել։ Շնորհիվ այն բանի, որ եվրոպական դիտորդները ժամանեցին Հայաստան եւ թող այդ տականքը իր վրա չվերցնի եվրոպական դիտորդների արած գործը։ Այսինքն կարծում եք դա ԵՄ-ի դիտորդական առաքելության։ Եթե ստում է, ուրեմն ինքը տականք է։ Կարծում եք դա ԵՄ-ի առաքելության ջանքերով է դիտորդական։ Չէ, իմ ու ձեր ջանքերով։ Ուրիշով է սահմանին կանգնած հետևում, որ սադրանքներ չլինեն։ Բայց մինչև այդ էլ կային, բայց գրակոստներ մենք շատ ենք տեսել։ Մինչև այդ չկային։ Երբ եվրոպական դիտորդներն եկան, բռնապետ Ալիևը սահմանափակվեց սադրանքներ գործելու հարցում, որտեղ ինքը աշխարհին ներկայանում էր։ Գիտեք, չէ, ասում են նավթադոլարները բավական ազդեցիկ նշանակություններ ունեն եւ ինքը կարողանում էր դա զուգահեռաբար օգտագործել, ասում էր կաշառում էր նաեւ падգամավորների, գիտեք, բազմաթիվ քրեական գործեր կան Եվրոպայում։ Հետո էլ ասում էր հայերը սադրանքներ են անում եւ այդ բոլոր սադրանքները հայերն են կազմակերպում։ Իսկ սա երբևէ չօգտագործեց, է ասելու, ինչի դուք քո տարածքում թույլ չտվեցիր եվրոպական դիտորդների ներկայությունը։ Ավելին սա ասեց Մինսկի խումբը, որը ինչ որ տեղ միջազգային ատյաններում մեր հարցը սրընթաց քննարկելու կառույց էր։ Գիտեք, չէ՞ Մինսկի խումբը հատուկ ստեղծված էր Արցախյան խնդրի հետ կապված։ Ինքը դա էլ ընթառաջ գնաց վերացնելու, այդպես խաղաղությունը այդպես չեն անում, ինքը ընդհակառակը խաղաղության գործիքները նվազագույնի հասցրեց։ Պատերազմի ժամանակ էլ Մինսկի խմբի փոխանակ դիմեր Մինսկի խմբին, ասում էր, չէ, մեզ բանը հերիք է, Պուտինը հերիք է։ Իսկ Մինսկի խմբի կարևորությունն էր, որ միջազգային կառույցներն էին համատեղ ստիպված, նույնիսկ իրար հետ հակադրվող ուժերն էին ստիպված լուծումներ տալ։ Այնպես որ ես կոպիտ խոսքերով ասում եմ, անհիմն չեն։ Մենք գործ ունենք մեծագույն խաբեբա դավադիճան, դավադիր, պիղծ մարդու հետ։ Մարդ, որ մխրճվում է կյանքի ամենասուրբ ոլորտները եւ փորձում մարդկային էությունը փչացնել։ Շանթ Հարությունյանը չեք նկատել ամեն առիթով ասում է. արժեքների դեմ է սրանց պայքարը։ Այն արժեքները, որոնցով մենք հայ ենք, ախր մենք հայ չի նշանակում ինչ որ մի բացառիկ մի բան։ Հայ նշանակում է մարդ, ադրբեջանցիների մեջ այնքան հայ կա գենետիկորեն, կեսից ավելին գենետիկորեն հայ են ադրբեջանցիների։ Բայց նրանց արժի համակարգը փոխել են արհեստականորեն։ Սկզբից դարձրել են մեկ այլ կրոնի, հետո դարձրել են մեկ այլ լեզվով խոսող, ժամանակի ընթացքում
Դարձին թշնամի։ Դրա համար ես Ադրբեջանին չեմ կարողանում որպես գիտեք են հասկանալ են մարդկանց, որ մոլարան թշնամանք են մտածում։ Ես գիտեմ, որ նրանց կեսից ավելին ծագումով հայ է։ Բայց դա ծագումով, իսկ ընդհանրապես նշանակում է որոշակի արժեհամակարգ ունեցող, մեր լեզուն էլ արժեհամակարգի մի մասն է կազմում, հավատը, մեր սովորությունները, մեր արարատը եւ այլն, ինքը փորձում է դա ոչնչացնել։ Եթե կա հայ մարդ, որ Նիկոլին ճիվաղ չի ասում, միայն Արարատի համար, այդ մարդը հայ չի։ Եթե կա մի մարդ, տեսեք չեմ ասում 100,000 հոգի, եւ բոլոր նրանք, որ ճիվաղին կարող են ձայն տալ, ճիվաղի ճակատագրին են արժանի։ Խաղաղության մասին խոսում էին նաեւ 20 թվականին, 1920 թվականին, սա շատ կարեւոր է։ Ասում են թուրքերը մեր դաշնակիցներն են, այն ժամանակվա Նիկոլներն էին ասում։ Այնպես որ մի կրակ եք կարծում, հանձնվեք թուրքերին, հանձնվեցին։ Գիտեք ինչ կատարվեց զինվորների հիմնական մասի հետ, հանձնվածների, խաղաղության կողմնակից զինվորների հետ, խելքերը մեղք էին, որովհետև ընկել էին ազդեցության տակ Կասյան եւ այլ մյուս թափթփուկների։ Նախ բռնաբարեցին, հետո էլ բոլորին գլխատեցին, նույնիսկ փամփուշտն էին ափսոսում։ Հիմա սրանք, ովքեր որ Նիկոլի խաղաղությանն են հավատում, վաղը իրենց բոլորին սպասում է, իրենց աղջիկներին, տղաներին էլ ցավոք սրտի մեղակ է Տեր Աստված։ Բռնաբարելու են, հետո էլ ցից են աներու։ Թող հիմիկվանից իմանան, Նիկոլին ձայն տալով ինչին են ձայն տալիս։ Կամ Նիկոլին հավատալով, Նիկոլին մարդ համարելով։ Շատ բուրըն խոսակցություն ընթացավ։ Երևի թե զրույցը, պարոն Հայրիկյան, ավարտենք 4 հանրապետություն։ Որն է դրա կոնցեպտը ու մեր առօրյայում ոնց պետք է արտացոլվի 4 հանրապետություն։ Եթե մեկը պիղծ է, եթե մեկին համարձակվում ասել պիղծ արարած։ Բայց ասում եմ, մենք պետք է գնանք ընտրությունների, մարդկանց քվեն ստանանք, նոր այդ փուլակփուլ գնանք սահմանադրության։ Եթե մեկի մասին համարձակվում ես, դուք լսել եք երբևէ որևէ մեկի մասին ասեմ պիղծ արարած։ Կրկնում եմ, միայն Արարատի հարցը բավական է պիղծ կոչելու համար, բայց այդտեղ շատ կա, շարք է։ Էլ չեմ խոսում դրա այն անցյալում հայտարարությունները մեր պատմական հուշարձանների վերաբերյալ եւ այլն։ Ուրեմն, ոնց կարելի է նախ լուրջ վերաբերել, բայց հիմնավորում պետք է։ Եթե պիղծ է նաեւ պատմագիտության մեջ, պիղծ է նաեւ քաղաքագիտության մեջ, պիղծ է իրավագիտության մեջ, մասնավորապես 4-րդ հանրապետություն կոչողը ուզում է ասել, որ մենք մեր ամբողջ ժողովուրդը 91 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի է գնացել, որպեսզի երկրորդ հանրապետությունից մենք անցնենք երրորդ հանրապետության, բայց իրականում այդպիսի բան չի եղել։ Մենք գնացել ենք, որովհետև Հայաստանի հանրապետություն չի եղել, մենք ուզեցել ենք վերականգնել Հայաստանի պետականությունը։ Այստեղ ամենակարևորն այն է, որ մենք հիշենք պատմական իրողությունները, եթե ինչ-որ հանրապետություն ես կոչում։ Առաջինը այն է, որ Հայաստանը եղել է բռնազավթված, եւ մենք 91 թվականին այդ բռնազավթված վիճակից դարձել ենք անկախ պետություն։ Հետևաբար չի կարող այն ինչից մենք ազատագրել ենք մեր ժողովրդին համարվել հայկական հանրապետություն։ Այո, դա հայկական տարածք էր, հայկական պատմական հայկական եւ իրավական պատմական Հայաստանի տարածքի մի մասը, բայց պետություն չէր, մանավանդ հանրապետություն չէր, որովհետեւ բռնապետական կոմունիստական կայսրության մեջ հանրապետություն, հանրությանը պատկանող պետություն լինել չի կարող։ Ես երբ անգրագիտությունից խոսեցի, դա նկատի ունեի։ Հաճույքի համար կարող ես ասել, որ դե նա էր ինչ-որ չափով մերը։ Այդ ընդունել է, բայց քաղաքագիտությամբ, իրավագիտությամբ չի կարելի։ Երկրորդ, եթե դու արդար մարդ ես, ազնիվ մարդ ես, ունես պետական փաստաթղթեր։ Այդ որտեղ է գրված, սովետական միության որ թվականին է, գիտեք, չէ՞ ընդմիջումներով է եղել, միշտ չի եղել, որ եղել է առանձին վարչական միավոր, եղել է անդրկովկասյան ֆեդերացիա եւ այլն։ Այդ որտեղ է գրված, որ նա երկրորդ հանրապետությունն էր։ Եվ որտեղ է գրված, որ այն հանրապետությունը, որում հիմա մենք ապրում ենք, այն պետությունում, որ դա երրորդ հանրապետությունն է։ Կա Հայաստանի հանրապետություն, որը բռնազավթվել է 1918-20 թվականների բռնազավթվել է, հետո անկախության հանրաքվեով վերականգնվել է Հայաստանի հանրապետությունը, որի ընթացքում 3 սահմանադրություն է փոխվել, գիտեք, չէ՞։ Եվ այդ սահմանադրությունների փոփոխությունները ամեն մեկ եթե նոր հանրապետություն կոչեին, դա կլիներ հերթական իզիոտություն, որովհետև սահմանադրություններից որևէ մեկի մեջ գրված չէ, որ սա երրորդ հանրապետությունն է, այլ Հայաստանի հանրապետությունն է։ Այնպես որ 4-րդ հանրապետության մասին խոսակցությունները դրանք եթե դատապարտելի չեն, ապա ծիծաղելի են։ Այո, դու կարող ես խոսել նոր որակի մասին։ Օրինակ, տեսեք, Հայաստանը մենք ձգտում ենք դարձնել բացարձակ ժողովրդավարության պետական համակարգ ունեցող երկիր։
կարող ես ասել մենք նոր որակով ենք, բայց սա ընդհանրապես անցյալի զարգացումն է եւ վտանգավորությունը այս 4-րդ հանրապետություն կոչվածի նաեւ այն է, որ դու չես պատվում քո մեծերին։ Իսկ դա ամենավատ արդյունքների, ամենավատ հետևանքների հասնելու ամենակարճ ճանապարհն է։ Պիտի պատվես մեծերիդ, որպեսզի օրերդ երկար լինեն, եթե չես պատվում, այսինքն սա ուզում եմ համարել, որ այն ինչ որ մինչև հիմա եղել է վատն է եղել միայն վատը, որպեսզի ինքը միայն լավը երևա, ինքը մեկ է դատապարտված է ամենաանփառունակ վախճանի։ Այնպես որ մեր ժողովրդին, մեր հայրենակիցների համար ցավելով եմ, այսքան երկար խոսում եւ միայն չեմ խոսելու, գիտեք, այդ ազգային համագործակցության կլոր սեղանը ինքնանպատակ չէ, դա նախապատրաստական փուլ է, որպեսզի մենք գանք հայտարարի եւ կարծում եմ, որ շատ շուտով մենք արդեն վճռական նպատակադրումներով ասպարեզ գիշնենք ու այնտեղ կերևա ինքը ունի իր այդ հետևորդների բանակը, թե ընդհանրապես ժամանակավորապես խապված մարդիկ են, ինչպես ժամանակին խապված մարդիկ էին կոմունիզմին հավատացող մոլորյալները։ Շնորհակալություն զրույցի համար, պարոն Հայրիկյան։ Արգելի հետևորդներ, զրուցում ենք Պարույր Հայրիկյանի հետ, կհանդիպենք։